Աստծո ամենամեծ ուրախությունը ներելն է։ Աստծո ամենամեծ ուրախությունն այն պահն է, երբ մեղավոր մարդը անկեղծորեն ապաշխարում է և փնտրում է ներում։ Այդ ժամանակ նա մեծ ուրախությամբ, հաճույքով ներում է մեղավորին։ Տեր Հիսուսն ասաց, որ երկնքում խնջույք է լինում այն ժամանակ, երբ ընդամենը մեկ մեղավոր ապաշխարում է։ Պատկերացրու, ողջ աշխարհում միայն մեկ մեղավոր ապաշխարում է, և երկնքում ուրախություն է։ Սա է մեր Աստծո բնավորությունը։ Աստվածաշունչն ասում է, որ նա մեծ է։ Նա առատաձեռն է ներելու հարցում։ Եսայի մարգարեի գրքում 55-րդ գլխում 6-րդ խոսքում գրված է. «Փնտրեք Տիրոջը, քանի դեռ հնարավոր է գտնել նրան, կանչեք նրան, քանի դեռ մոտ է»։ Սա նշանակում է՝ մի օր դուռը կփակվի։ Աստված հարուստ է ներելիս, բայց այդ ներումը սահմանափակ ժամանակի հնարավորություն է։ Քանի դեռ մարդը կարող է փնտրել նրան և ապաշխարել։ Դա չի լինի այն ժամանակ, երբ դու մահացած կլինես և կանգնած Աստծո աթոռի առաջ ու ասես. «Աստված, ների՛ր ինձ»։ Ոչ, այդ պահը արդեն անցել է։ Դուռը փակվել է։ Ճշմարիտ հնարավորությունը հիմա է, այստեղ։ Այդ պատճառով է ասվում. «Փնտրեցեք Տիրոջը, քանի դեռ հնարավոր է»։ Եվ շարունակում է. «Ամբարիշտը թող թողնի իր ճանապարհը, և անօրեն մարդը իր խորհուրդները, և Տիրոջը թող դառնա, մեր Աստծուն, քանի որ նա առատորեն կների»։ Այսինքն, Աստված գթում է նույնիսկ չար մարդուն։ Նա տալիս է հնարավորություն։ Բայց շատ մարդիկ պարզապես չեն ուզում ներել։ Ոչ թե չեն կարող, այլ չեն ցանկանում։ Նրանք ուզում են դատել, վրեժ լուծել։ Ցանկանում են տեսնել մեղավորի տառապանքը։ Մարդկային բնույթը հենց այսպիսին է։ Երբ ինչ-որ մեկը ծանր սխալ է գործում, մարդը ուզում է պատիժները կոտրել նրա գլխին։ Բայց երբ ինքն է սխալվում, ինքն է մեղավորն ու կարիք ունի ողորմության, այդ ժամանակ նա ուզում է ներվել։ Շատ տարօրինակ է սա։ Նրանք, ովքեր պատրաստ չեն ներելու, բայց իրենք էլ են կարիք ունենում ներվելու։ Նրանք ուզում են ստանալ այն, ինչը չեն տալիս։ Սա մարդու հիմարությունն է, հոգևոր փակվածությունը։ Սակայն Աստծո բնավորության մասին Աստծո խոսքն ասում է պարզորեն. «Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը»։ Այսինքն, Աստծո ներումը կապված է ապաշխարության հետ։ Դա տեղի չի ունենում պարզապես ասելով. «Տե՛ր, ների՛ր, վատ բան արեցի»։ Ոչ, այդպես Աստված չի ներում։ Աստծո ներումը գալիս է ապաշխարելու հետ։ Իսկ ապաշխարել նշանակում է թողնել մեղքի ճանապարհը։ Դու պիտի հրաժարվես սխալից։ Եթե չես հրաժարվել չարությունից, ապա չես փոխվել։ Իսկ եթե չես փոխվել, ուրեմն չես ապաշխարել։ Ուրեմն ի՞նչ օգուտ ունի ներման խնդրանքը։ Որովհետև եթե հիմա ներում ես ստանում, բայց մեկ րոպե անց անում ես նույն բանը, նորից մեղքի մեջ ես ընկնում։ Ուրեմն ներման իրական հիմքը ապաշխարելն է։ Այս է պատճառը, որ գրված է. «Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը»։ Եթե մեղավորը իսկապես ուզում է փոխվել,
Նա պետք է հրաժարվի իր սխալ ճանապարհից, թե դա լինի հանցագործության, շնության, ստի, հպարտության, թմրամոլության, կախվածության, ատելության, չարամտության ճանապարհ։ Պետք է թողնել այս ճանապարհները։ Հնարավոր է, դու ատելությամբ ես լցվել մարդկանց հանդեպ։ Դուրս ես եկել Աստծո ժողովրդի դեմ։ Հեռացել ես եկեղեցուց, միգուցե վիրավորվել ես եկեղեցում, կամ ինքդ ես սխալ գործել ու դրա պտուղները քաղել, բայց հետո սկսել ես զրպարտել, հայհոյել, վատ խոսել Աստծո գործերի մասին։ Այո, Աստծո գործը այս աշխարհում կատարվում է մարդկանց միջոցով, հետևաբար կատարյալ չէ, բայց այնուամենայնիվ դա Աստծո գործն է, ու պետք է հարգանքով մոտենալ եկեղեցու ծառայություններին։ Այս ամենը ցույց է տալիս մի ճշմարտություն. Աստված ներողամիտ է, գթասիրտ է, բայց ներումն ընծայվում է միայն ապաշխարող սրտին։ Հուսով եմ այս խոսքը ձեզ օգնեց։ Բաժանորդագրվեք ալիքին հաջորդ հոլովակը բաց չթողնելու համար, իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։